Ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, բայց մի կարևոր հարց կա, որը քանի շուտ ուզում եմ ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին։ Երեկ պարզ դարձավ, որ վերջին երևի 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Ես երեկվանից կարդում եմ արձագանքները ու անկեղծ ասեմ, այդ մասին գրառում եմ արել, բայց մի հատ էլ ասեմ, զարմանում եմ, որովհետև ոնց որ վատ բան է տեղի ունեցել։ Հետո այդ գրառումը կատարելուց հետո երեկոյան նայում էի Տիկին Վարդանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ Տիկին Վարդանը ոչ մի դրական բան չի տեսնում այդ ամենի մեջ։ Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավել եւս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է թե ոչ, շնորհակալություն։ Միանում եմ հարցադրմանը։ Հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար, բայց պարոն Թունյանը ոգեշնչեց ինձ, որովհետև ես կարծում եմ իր հարցադրումը պետք է այլ ավելի զարգացնել։ Տեսեք, պարոն Թունյանը ընդդիմությանը հորդորում է պատասխանել հստակ, այո կամ ոչ, արդյոք այն փաստը, որ Ղազախստանից ցորեն է Հայաստան գալու Ադրբեջանի տարածքով, լավ բան է թե վատ, բայց ես ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Դա միակողմանի զիջում է մեր կողմից։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Մի բան էլ ասեմ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները սիրում են ցանկացած արտահայտություն Ադրբեջանից հնչող, որը ապակառուցողական է, տիրաժավորել։ Նորմալ է, լավ են անում, որովհետև իրոք նման հայտարարություններ ապակառուցողական հնչում են մերթ եւ մամուլն ճիշտ է անում, հրապարակում է դրանք։ Բայց օրինակ երեք հետաքրքիր հայտարարություն է հնչել Ադրբեջանից, ես գրեթե ոչ միտեղ չեմ հանդիպել դա։ Ոչ էլ հանդիպել եմ ընդդիմադիրների էջերում։ Բաժնում է երեք Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա, այսինքն, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումը դեպի Հայաստան բեռ տարանցելու, եւս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաեւ իրականությունում։ Հիմա ինչի հերթով չեք գալիս, դուք սիրում եք, չէ՞, Ալիևին ցիտել։ Հերթով եկեք ցիտեք։ Ես կարծում եմ շատ ազգանվեր գործ արած կլինեք։ Շնորհակալություն։